Բարև ձեզ։ Հայաստանի քաղաքական օրակարգը վերջին օրերին կարծես թե վերահաստատում է մի պարզ ճշմարտություն։ Անցյալը չի հեռանում անվերադարձ, քանի դեռ չի բացվել ամբողջությամբ։ Մարտի 1-ը, որ այս ամբողջ տարիների ընթացքում եղել է հայ հասարակության բաց վերքը, այսօր նորից վերադառնում է օրակարգ, արդեն ոչ միայն որպես դատական գործընթաց, այլև հանրային վստահության փորձաքար։ Ունենք եւ ներպետական եւ միջազգային դատական ատյանների վճիռներ, քննարկումներ, նոր մեղադրանքներ եւ ամենակարևորը նոր սպասումներ։ Ի վերջո հասկանալու թե ինչ է տեղի ունեցել, ով է հրամայել, ով է կրակել եւ ինչու է մինչեւ այսօր այս էջը շարունակում մնալ բաց։ Սրան զուգահեռ ամեն օր կարծես թե ավելի ու ավելի ենք զգում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտեցող քաղաքական շունչը Եվ այստեղ էլ դրանով պայմանավորված ներքաղաքական իրավիճակը, զարգացումները, տեղաշարժերը։ Այստեղ են ներկաները, նախկինները, այստեղ են բալանսավորողները, ռուսամետները, արևմտամետները, այստեղ է Սերժ Սարգսյանի շախմատը, Ռոբերտ Քոչարյանի հաշվարկը, Սամվել Կարապետյանի ուղերձը եւ Ռուսաստանի հավանական խաղաքարտը։ Այստեղ է Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարակը եւ կաթողիկոսի շարունակվող լռությունը։ Սրա կողքին տարածաշրջանային ավելի մեծ խաղն է հայ-ադրբեջանական գործընթացը, խաղաղության հեռանկարը եւ Միացյալ Նահանգների նախագահի առաջարկած երթուղին։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս հրապարակախոս Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջին օրերին նորից արդիական է դարձել մարտի 1-ի թեման, հատկապես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնի վճռից հետո տեղի ունեցան քննարկումներ, հանրային քննարկում ազգային ժողովում։ Այս ամեն ինչը ինչ նոր շերտեր են բացահայտում կոնկրետ ձեզ համար 2008 թվականին ըստիս պիտի որ դուք ավելի ակտիվ քաղաքականության մեջ եղած լինեք եւ հետևած լինեք այն ժամանակ մինչև այսօր ինչ շերտեր կան, որ նոր են բացահայտվում ձեզ համար։ Ինչ է որ հաստատվել է, ինչ է որ դեռևս ենթադրությունների մակարդակում է։ Ես այդ տարիներին այո Արցախի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ազգաժողովի նախագահ եմ եղել։ Որոշակի տրամադրվածություններ Ստեփանակերտում զգացվում էր արդեն փետրվարի 24-25 այդ օրերին ես մի խոսակցություն եմ ունեցել այն ժամանակվա ազգային ժողովի փոխնախագահի հետ ցավոք այդ մարդը այսօր Հայաստանում չէ որքան գիտեմ Միացյալ Նահանգներում է Ռուդիկ Հյուսնյունցը Ես նրան խնդրեցի, որպեսզի Արցախի նախագահին փոխանցի հետևյալ խնդրանքը, որ կազմվի պատվիրակություն 1990-95 թվականին Արցախից Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորներից կազմակերպվի հանդիպում հենց հրապարակում, օպերայի հրապարակի հարթակում առաջին նախագահի հետ եւ փորձ արվի որպեսզի այդ լարվածությունը պարփվի միջնորդ լինել իշխանությունների եւ ընդդիմության միջև նախկին նախագահի եւ գործող նախագահի ու վարչապետ Սերժ Սարգսյանի միջև հաջորդ օրը նա ինձ փոխանցեց որ նախագահը նպատակահարմար չի տեսնում Արցախից որևէ միջամտություն Եվ դրանով ամեն ինչ ասվեց, որովհետև մենք արդեն բոլորս գիտեինք, որ Արցախից միջամտություն նախապատրաստվում է։ Ցավոք քաղաքական միջամտության փոխարեն եղավ ռազմական միջամտություն։ Դա հաստատված փաստ է։ Ամենածանր հարվածը, որ հասցվել է հայության երկու հատվածներին, դա Արցախից Երևան զորախումբ բերելն էր։ Ինչ անուն ուզում եք տվեք այդ զորախմբին, հիմա կարող եք ասել, որ նա կատարել է խաղաղապահ առաքելություն, այսպես ճակերտների մեջ ասած, բայց փաստը, որ Արցախում ծնվածներից կազմավորվում է առանձին զորամիավորում եւ դա որպես
համահավաք գումարտակ բերվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք, այնց ծանր հարված հայության երկու հատվածներին ուղղակի անպատկերացնել է։ Ես ավելի մանրամասնությունների մեջ չեմ մտնում, մի առիթով ես այդ մասին արտահայտվել եմ, եւ ասել եմ, որ ցավոք Ստեփանակերտից որևէ ցավակցական խոսք չհնչեց։ Զոհերի հարազատներին օրինակ սփոփանքի որևէ խոսք չհնչեց, որևէ զգուշավորություն, թե ինչի կարող է դա հանգեցնել, դարձյալ չհնչեց, ինչը հոգեբանական եւ ինչու՞ չէ նաեւ սոցիալ-քաղաքական տարանջատման ցայտուն դրսևորում էր, եւ երբ այսօր ասում են գործող իշխանությունը Հայաստանի եւ Արցախի միջև տարանջատում է իրականացնում կամ արցախցիներին արհամարում է եւ այլն, ես չգիտեմ դրանից վեր ինչ կարելի է պատկերացնել։ Երկրորդ դիտարկումը, որ այս մասին ես կուզենայի շատ կարճ ասել, որ ցավոք մենք մարտի 1-ի իրադարձությունների միայն ներքաղաքական ներազգային շերտն ենք դիտարկում եւ բաց ենք թողնում այն, որ դրանից հետո լրջագույն հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Կարճ ասեմ, մարտի 1-ից հետո նույն տարվա նոյեմբերի 2-ին Հայաստանը ստորագրել է Մայնդորֆյան հռչակագիր, որը փաստորեն մադրիդյան սկզբունքները չեղարկելու փաստաթուղթ է։ Եվ եթե չլներ մարտի 1-ը, Հայաստանը ավելի ուժեղ դիրքերից կբանակցեր Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սա, այսպես ասած, ընդհանուր դիտարկում։ Մասնավոր կոնկրետ այսօր ինչու է այդ թեման քննարկվում ազգային ժողովում լսումների մակարդակում, ես կարծում եմ, որ նույնիսկ այդ քննարկում ուշացած է։ Այդ քննարկում, այդ լսումները պետք է կազմակերպվեին մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից անմիջապես հետո։ Դե որոշ ժամանակ անցավ նոր եղավ, հա, բայց էլի վճռից հետո էր եւ այստեղ իրավական, իրավաբանական, չգիտեմ, այսպես ենթադրությունների կամ հեծանիվ հայտնագործելու փոխարեն պետք է կոնկրետ հարց դրվի։ Եթե Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմ է, այսինքն ընդունում է այդ դատարանի իրավասությունը, եթե մի այդ դատավճիռները Հայաստանի համար պարտադիր կատարման ենթակա են, իսկ դա այդպես է, ապա Հայաստանի արդարադատությունը, արդարադատության համակարգը պետք է ընդհանրապես մի հարց քննարկի։ Եթե միեդը ճանաչել է, որ 10 հոգի կյանքից զրկվել են պետական կառավարման համակարգի անգործության կամ գործունեության հետևանքով, պետությունը չի ապահովել մարդկանց կյանքի իրավունքը։ Այո, ապա պետք է բարձել, թե պետություն ասելով ում ենք հասկանում ենք եւ ով է իրականացրել պետական այնպիսի գործառույթներ, կամ ով է կատարել այնպիսի գործողություններ, կամ ով չի կատարել այնպիսի գործողություններ, որոնց համահավաք արդյունքում Երևանի կենտրոնում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացու առ այսօր չբացահայտված բան, որը մեկը չգիտի, թե կոնկրետ այդ մարդիկ ինչ հանգամանքներում են սպանվել։ Սպանվել են, թե դատաստանի էին ենթարկվել, պատահական գնդակից են զոհվել, թե դիպուկահարի կրակոցից։ Այս հարցերի պատասխանը պետք է տա Հայաստանի արդարադատության համակարգը, կոնկրետ դատարանը, իմ կարծիքով Հայաստանի դատական որևէ ատյան պետք է, այսպես ասած, իմպլեմենտացիայի ենթարկի միեդի վճիռը, որին պետք է հետևեն քննչական գործողություններ, նոր վարույթներ, բացահայտելու կոնկրետ գործողություններ նախաձեռնողին կամ չնախաձեռնողին, կրկնում եմ, ինչի հետևանքով այդ մարդիկ զոհվել, այսօր խնդիրը սա է։ Այսինքն մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը նոր իրավիճակ է ստեղծել եւ Հայաստանի Հանրապետության համար իրավունք թե պարտականություն է ձեր ասածը բարձել այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ պարտականություն է, որովհետեւ եթե Հայաստանի կառավարությունը ասենք մարտի 1-ի գործով դատապարտվածներին ըստ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի արդարացրել է եւ նրանց փոխհատուցում է վճարել, չէ՞, տասնյակ մարդիկ, որոնք իշխանության կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով բանտարկվել էին, դատապարտվել էին, մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արդարացվել են եւ Հայաստանի կառավարությունը նրանց փոխհատուցում է վճարել ի կատարումն այդ վճռի։ Այս մի վճիրն էլ ի կատարումն պետք է ընդունվի եւ ես չգիտեմ իրավական պրոցեդուրաները որոնք են կամ ինչպիսիք են, տրամաբանությունը հուշում է, որ դատական որևէ ատյան Հայաստանի դու բարձրագույն դատական ատյանը պետք է այդ վճիրը ընդունի, որպես Հայաստանի իրավապահ համակարգի համար անառարկելիորեն կատարման ենթակա է։ Այդ համակարգը պետք է բարձի թե պետության որ ներկայացուցիչների մեղքով է դա տեղի ունեցել կամ պետության որ ներկայացուցիչների նախաձեռնությամբ է դա տեղի ունեցել, որ ներկայացուցիչների անմիջական հրամանով է դա տեղի ունեցել։ Քաղաքական գնահատականներ, քաղաքական եզրակացություններ եւ այլն կարվեն անշուշտ։ Բայց առաջին հերթին պետք է արդարադատությունը հաղթանակի եւ 10 զոհերի հարազատները եւ ամբողջ հանրությունը պետք է ստանա հոգեկան բավարարվածություն։ Ով դրանից ինչ քաղաքական եզրակացություն կանի, ինչ կողմնորոշում կընդունի քաղաքական, դա արդեն հանրային շերտերի, խմբերի, անհատների խնդիրն է, բայց որ դուժել է ամբողջ հանրությունը, դուժել է ամբողջ հայ ժողովուրդը, ի վերջո այնտեղ կարող է զոհվել ոչ թե Քլոյան ազգանունով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ Աթանեսյան ազգանունով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այսինքն որը տարբերություն չկա ընդհանուր առմամբ։ Մարդկային ցավը, մարդկային կորուստի հանդեպ հարգանքը պարտադիր է, բայց ամբողջ հասարակությունն է դուժել, ամբողջ հասարակությունն է պաստորեն չասեմ զոհ, բարոյական զոհ։ Պարոն Աթանեսյան, դուք խոսեցիք այն մասին, որ Արցախի զինված մարդկանց խմբավորում, չգիտեմ դրա ոնց է կոչվում այդ խմբավորումը։ Համահավաք գումարտակ այդպես է կոչվում։ Գումարտակ է բերվել, իսկ ցեզ ինչ-որ բան հայտնի է, թե ում ենթակայությամբ են եղել, հրամանատարական այդ շղթան ովքեր են եղել, գաղտնի հրաման է եղել, այդ մասով հասարակությանը կամ ձեզ ինչ-որ ամեն ինչ է հայտնի, թե կան պահեր, որոնք որ դեռ մնում են անհայտ եւ կռահումների ենթադրությունների մակարդակում։ Փոքր դատարկ շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ հրապարակախոս Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Մենք խոսում ենք մարտի 1-ի թեմայի մասին ընդհանրապես եւ մասնավորապես հասանք այն հարցին, թե եթե Արցախից զինված մարդկանց համահավաք ինչ-որ մի խմբավորում է բերվել Հայաստան, ապա ինչ է հայտնի ձեզ եւ ընդհանրապես բոլորին նրանց ենթակայության, նրանց հրամանատարության եւ գաղտնի հրամանի ինչի մասին շատ է խոսվել այս ընթացքում, այս ամեն ինչի մասին նման տեղեկատվություն Արցախում որևէ մեկը չի ունեցել եւ ասում եմ չէր կարող ունենալ, բացի այն, որ Ստեփանակերտից Արցախից Երևան եկած զինծառայողները, հարազատները գիտեին, որ իրենց հարազատները ասեք երկու շաբաթ կամ երեք շաբաթ գործողման են եղել Երևանում, այսքան ընդհանրապես որևէ մանրամասնություն հայտնի չէ։ Իսկ մարտի 1-ին նախորդող եւ հաջորդող ժամանակներում ձեզ համար եղել է որպես հրապարակախոս, որպես քաղաքական գործիչ, ինչ որ դրվագներ, ինչ որ իրավիճակներ, որոնք անպատասխան հարցեր են առաջացրել։ Քաղաքական վերաբերմունքը եղել է այն, որ իշխանությունը չպետք է անցնի Լևոն Տեր-Պետրոսյանին Հայաստանում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության վերադառնալով Ղարաբաղը կծախի։ Սա քաղաքական հստակ Արցախում այդպես էին ասում եւ մտածում։ Պաշտոնական, քաղաքացի պաշտոնական դիրքորոշում է եղել, իսկ հանրային ընկալումը եղել է այն, որ եթե Հայաստանում ոչ Ղարաբաղցի նախագահ լինի, ապա Ղարաբաղը կհանձնի։ Հիմա ստացվեց այն ինչ ստացվեց եւ այս իրավիճակում
մարտի 1-ի թեմայի վերադարձը քաղաքական օրակարգ ինչ քաղաքական հետագա ազդեցություն կարող է ունենալ առաջիկա գործընթացների, ընտրական գործընթացների եւ Հայաստանի երկրորդ նախագահի դիրքերի վրա ազդեցության առումով։ Անկասկած դա հանրային ընկալումներում ավելի ամրապնդելու նախկին իշխանությունների հանդեպ բացասական վերաբերմունք։ Այլ բացատրություն դժվար է գտնել, մանավանդ որ ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին այդ լսումներին, դրանք կարող են մասնակցել այդ լսումներին եւ բերել փաստարկներ, հակափաստարկներ, որոնք կապացուցեին կամ հանրությանը կներշնչեին, որ ամենևին էլ այդ դեպքերը այդպես չեն կազմակերպել եւ չեն զարգացել, ինչպես ասենք իշխանությունն է փորձում ներկայացնել, այսպես ասած։ Հակառակը տեղի ունեցավ շատ արտարոց երևույթ, կարծեմ Հայաստան խմբակցությունն է հայտարարություն տարածել, որ մարտի 1-ի թիվ 1 պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է։ Գիտեք, կարճ ասեմ, սա հիշեցնում է Սումգայիթյան դեպքերի մասին ադրբեջանական վերսիան։ Երբ ասում են, որ ջարդը կազմակերպել է Էդի Գրիգորյանը։ Հայկական ազգանունով մեկին գտել են, նա մեղադրյալ է, Սումգայիթի գործով իրոք որպես մեղադրյալ անցել է եւ պաստորական քարոզությունն է, որ հայերն են կազմակերպել ինքնաջարդ, ոչնչացում Էդի Գրիգորյանի միջոցով։ Չի կարելի նման քաղաքական նման մերկապարանոց հայտարարություն անել, որ Նիկոլ Փաշինյանն է կազմակերպել, նշանակում է, որ իշխանությունը այդ օրերին Հայաստանում լրիվ կաթվածահար է եղել, իշխանության մարմին ոչ մի մարմին չի գործել, եւ Նիկոլ Փաշինյանը կարողացել է եւ ոստիկանությանը ուղղորդել, եւ բանակին հրամայել, եւ զարմանալի թե այդ պայմաններով Նիկոլ Փաշինյանը ինչու 10 տարի առաջ իշխանությունը չի վերցրել։ Թեկուզ որպես ասենք նախագահի տեխնացու չէ, բայց կարող է իշխանությունը վերցնել որպես բռնապետ։ Ռազմական հեղաշրջման ճանապարհով վերցնել իշխանությունը։ Զարմանալի քաղաքական հայտարարություններ են անում, տրամաբանության մեջ չտեղավորվում է։ Երկրորդ արտարոց երևույթը այն է, որ եթե չեմ սխալվում, այսօր Հայազգային կոնգրեսը սահմանադրական իրավունքների խախտման հարցով հանրային քննարկում է կազմակերպել, այսինքն սա ազգային ժողովի լսումների պատասխանն է։ Հայազգային կոնգրեսը լսումներին չկային, չէ՞ հակը, ես չեմ նկատել, որ կային, թե չկային, չգիտեմ։ Ես էլ չեմ արձանագրել, ասենք Հայազգային կոնգրեսի որևէ հայտնի գոշի ներկայացում, բայց այսօրվա միջոցառում ակնհայտորեն այդ լսումների պատասխանն է եւ նոնսենս, արտարոցը նա է, որ 2008 թվականի հակի նախագահի տեխնացուն է փաստորեն մարտի 1-ի դեպքերի դժոխ կողմը, քաղաքական դժոխ կողմը, ոչ ֆիզիկապես, բայց այսօր նրա կուսակցությունը մարտի 1-ի դեպքերի լսումներին հակակշիռ հանրային քննարկում է կազմակերպում, որ սահմանադրական իրավունքների ինչ խախտումների մասին խոսի օրինակ։ Սահմանադրական իրավունք խոսքի ազատությունն է, այդ քննարկումը վկայում է, որ խոսքի ազատություն Հայաստանում կա։ Խղճի ազատությունն է, ցանկացած մարդ կարող է ցանկացած կրոնի դավանել։ Գիտեմ, սահմանադրական ազատությունը ազատ ընտրելու իրավունքն է, ընտրություններ Հայաստանում կազմակերպում են եւ ավելի լավ ընտրություններ են կազմակերպում, ֆորմալ առումով ավելի լավ ընտրություններ են կազմակերպում, քան նախկինում են եղել։ Չեմ հասկանում, ինչի մասին պետք է խոսեն։ Ըստ երևույթի խոսելու են ձերբակալված բլոգերների մասին, համարելով, որ դա քաղաքական հետապնդում է կամ երկու հոգեորականի նկատմամբ քրեական վարույթ են դիտարկելու որպես սահմանադրական իրավունքի խախտում, բայց ես չեմ կարծում, թե եթերում իշխանության ներկայացուցին հայհոյանքներ հնչեցնելը դա տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի մեջ եւ հոգեորականի կողմից իշխանությունը բռնությամբ տապալելու կոչը դա սահմանադրական իրավունքի իրացում է ընդհանրապես, այնպես որ ես կարող եմ միայն ցավել, որ այն սկզբունքային բանավեճը, որ կարող է հանրության մեջ ամրապնդել
ժողովրդավարության հանդեպ հավատը, արդարադատության հանդեպ հավատը, արդարության վերականգնման նկատմամբ հավատը փոխակերպվում է ահա այսպիսի թույլտամասե մանիպուլյացիաների, քաղաքական մանիպուլյացիաների։ Մեր զրույցը սկսեցինք մարտի 1-ի թեմայից, կարծում եք անցյալի ողբերգության այս դիմակայությունը որոշակի քաղաքական գործու ազդեցություն կունենա առաջիկա ընտրությունների ժամանակ։ Ես չէի ցանկանա, որ այդ ինչքան էլ ցանկանանք կամ չցանկանանք։ Այո, մեր ցանկություններից անկախ գործընթացները մտնում են պես կառավարելի հուն, ցավալի է արձանագրել, որ Հայաստանը նույնպես մաս է կազմում հետխորհրդային տարածքի երկրների հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությանը։ Կարծեմ Վաղարշապատի համայնքային ընտրությունների հաջորդ օրը ես Facebook-յան գրառում կատարեցի, որ Հայաստանում փորձ է արվելու կրկնել Մոլդովայի փորձ։ Մոլդովան փաստորեն իր եվրոպական ընտրությունը փրկեց արտերկրում ապրող մոլդովացիների քվեների հաշվին, ցավոք մենք այդ ռեսուրսը չունենք։ Նախ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս։ Երկրորդ եթե թույլատրվի, ապա հակառակ էֆեկտ է լինելու, որովհետև դատելով Սփյուռքի արձագանքներից այդտեղ ապրող հայաստանցիները ավելի շատ ռուսամետ են, քան Հայաստանի քաղաքացիների մեծ մասը։ Տեխնոլոգիաները իհարկե կիրառելու են, զանազան տեխնոլոգիաները կիրառելու են, այդ թվում նաև շահագործելու են եկեղեցու հետ իշխանության տարաձայնություն, բայց զարմանալի բան է, օրինակ, երեկ ես Նեզավիսմայա գազետայում կարդացի, որ Արևմտյան Եվրոպայում պատրիարքարանի պատրիարքական ներկայացուցիչ էկզարխ Նեստոր եւ arczepiskopos-ը պաշտոնանկ է արվել, մի մասն ասում են, կասկածում են, որ պոկեր է խաղում, մյուս մասն ասում են, որ Ուկրաինայի կողմնակից է եւ իր հոգեվոր հոտը ուղղորդում է ընդդեմ Ռուսաստանի։ Եվ այս փաստերի արկայության դեպքում դուք ասում եմ, որ դա առաջին պաշտոնանկությունը չէ, բայց մնացածներին չեն թվարկում թողել։ Այս փաստերի արկայության դեպքում երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ խոսում է Հայաստանում հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների մասին, ուղղակի մարդ ապշում է, զարմանում է։ Մինչև եկեղեցու թեմային գալը, քանի որ Ռուսաստանի հնարավոր ներգործության մասին խոսեցիք, զուգահեռներ բերելով եւ համեմատելով Մոլդովայում արդեն կայացած եւ Հայաստանում կայանալիք ընտրությունները, կարծում եք Ռուսաստանը այստեղ ում վրա է խաղադրույք տնելու։ Խաղադրույք ոչ մեկի վրա։ Ոչ մեկի։ Ոչ մեկի վրա ընդգծված խաղադրույք չի, ես կարծում եմ, չեն դնելու, ասեք, չեն գծելու այն մարդուն, ու բերեք տեսնում են Հայաստանի ապագա վարչապետ կամ հնարավոր վարչապետ։ Բայց խաղադրույքը լինելու է ռուսամետների ընդհանուր առմամբ, հա։ Կոպիտ ասած ձայն փախցնելու վրա։ Ասեք փորձ է արվելու ձևավորելու մի մթնոլորտ, որ ով էլ լինի, Նիկոլ Փաշինյանից լավ է լինելու։ Քարոշչական տեխնոլոգիա, կա տեխնոլոգիա։ Իդեպ այդ տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում։ Երբ տեղի ունեցավ աննախադեպ 10 տեխնացու առաջադրվեց, գրանցվեց եւ մասնակցեց ընտրապայքարին, ունենալով միայն մի նպատակ՝ ամեն ինչ անել, որպեսզի Արայք Հարությունյանը առաջին փուլում չհաղթի։ Որտեղ եթե Արայք Հարությունյանը հաղթեր առաջին փուլում, ձևավորելու էր ուժեղ գործադիր իշխանություն, այսինքն լինելու էր մեծամասնության, այսպես ասենք, բան։ Տեղի ունեցավ երկրորդ անսպասելի բանը։ Նրա երկրորդ փուլ անցած մրցակիցը հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկության, փաստորեն այդ ընտրությունը ապալեգիտիմացվեց եւ արդյունքում ունեցանք գրեթե անկարող ինֆանտիլ իշխանություն, որ որոշումներ ընդունելու ունակ չէ։ Դա փորձ կիրառվել է Գյումրիում։ Երբ մեծամասնություն ստացած ուժը արդյունքում
վերածվում է փոքրամասնության, այսինքն առանձին 5-6%, 7%, 10% ձայն հավաքենք 6-10 թիմով արդյունքում գումարենք ունենանք 60%, թող Փաշինյանը ունենա 40%-անոց փոքրամասնություն։ Այս տեխնոլոգիան է մտածվում, դերդրվում եւ այստեղ այն վաղաշաբաթի ընտրությունների կարևորությունը ոչ այնքան նաեւ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է կամ նրա տեխնացուն է կառավարելու վաղաշաբաթ, այլ նրանում որ այդ տեխնոլոգիան չաշխատեց։ Կոտրվեց այդ տեխնոլոգիան։ Այդ մանտրան փաստորեն վաղաշաբաթում կոտրվեց եւ հանրությունը պետք է նպատակաուղղվի նրան, որ խնդիրը նա չէ, որ պետք է անպայման Նիկոլ Փաշինյանն ընտրի։ Խնդիրը նա որ Հայաստան պետք է ունենա ուժեղ իշխանություն, լեգիտիմ իշխանություն, ոչ թե տարբեր բաղադրիչներից, այսպես ասած, կոպիտ ասած մի քաղաքական վինեգրետի արդյունք, որը որոշում կայացնելու ունակ չի լինելու, որտեղ ոչ մի երաշխիք չկա, որ ասենք 5-6 ուժից կազմված կոալիցիոն կառավարությունը կարող է օրինակ գնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրել, կամ Ադրբեջանը այդ իշխանության հետ կգնա խաղաղության պայմանագրի ստորագրել։ Խորհրդարանական երկրների խորհրդարանական կառավարման մոդելում անդադ անկայունություններ է ստեղծում, իսկ հիմա դա մեծ հեչ է պետք անկայունություն։ Բանավաճ Հայաստանի սահմանադրությունը, որ ընդունվել է նախկին իշխանության օրոք, խորհրդարանի այդ կրիզիսից խուսափելու համար գրում է, որ պետք է ընտրությունների արդյունքում ձևավորվի կայուն մեծամասնություն։ Հիմա այս կայուն մեծամասնությունը կամ պետք է լինի կայուն քաղաքական համոզմունքների մեծամասնություն, կամ չպետք է լինի։ Եթե եղավ, ինչպես ասացիք, իշխանատոյիզներեն, քաղաքական վինեգրետ, այդ վինեգրետի հետ ոչ մեկը գործ չի ունենալու, ոչ մի Ադրբեջանը չի գործ ունենալու, ասելու է ես ինչ երաշխիք ունեմ, որ 2 ամիս հետո այդ կոալիցիան չի փլուզվելու։ Նաև միջազգային դերակատարները չեն աշխատելու։ Նույն Միացյալ Նահանգները, նույն Եվրամիությունը, Թուրքիան չեն աշխատելու։ Այսինքն առանձին մասերից թվային մեծամասնության տեխնոլոգիան սա Հայաստանի համար ռեգրես է, սա турբուլենտություն է ստեղծելու մի իրավիճակ, որ կառավարությունը մատնվելու անընդհատ ինքնախարազանման, ինքնավորոնումների եւ այլն։ Դե կայուն մեծամասնության հարցը, եթե ես չեմ սխալվում, հիմա այդ համանդրական փոփոխությունների հանձնաժողով, եթե խորհուրդը այդ հարցը նորից դիտարկում է, սա թողնենք, բայց դա կլինի ապագայում, նոր սահման։ Հա, դա հասկանալի է։ Բայց գանք վաղաշաբաթ ընտրություններից հետո եկեղեցու շուրջ զարգացումներ։ Ինչ դիտարկումներ ունեք մի կողմից Նիկոլ Փաշինյանի մարտավարության վրա, ամեն կիրակի մի եկեղեցում պատարակի մասնակցել, արդյոք սա նպատակ ունի ներսից թուլացնել կաթողիկոսի դիմադրողականությունը։ Եվ մյուս կողմից ինչ կասեք կաթողիկոսի շարունակվող լռության մասին։ Այսպես կոնսպիրոլոգիական տեսությունների ես չէի ցանկանատրվել եւ երբեք դման խոսությունները չեմ կարևորել, բայց խնդիրը դուրս ասեմ ազնվորության մեջ չէ, անձերի մեջ չի, խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը պետք է ընկալի, ըմբռնի, հասարակության համար գերակա պետք է լինի ոչ թե քրիստոնեական ինքնություն, ոչ թե հավատը առ լուսավորչի կամ հայ առաքելական եկեղեցու, այլ պետական քաղաքական ինքնությունը։ Առանց այդ էլ դարեր շարունակ մեզ համարել են կրոնական համայնք։ Հիմա կաթողիկոսի եպիսկոպոսած դասի եւ քաղաքական իշխանության տարաձայնությունը ո՞րն է։ Ըստ իս եկեղեցի շարունակում է պնդել կաթողիկոսը եւ բարձրաստիճան հոգեվորականները, որ հայ ժողովրդի ինքնությունը մենք ենք ներկայացնում, ոչ թե քաղաքական իշխանությունը։ Իսկ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ շատ արդարացիորեն պնդում, անկախ նրանից ով է Հայաստանի վարչապետը, ով է Հայաստանի նախագահը, Հայաստանի 3 միլիոն քաղաքացիներին
ներկայացնում է այդ քաղաքացիների կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն եւ Հայաստանի Հանրապետությունը։ Այո, կաթողիկոսը համայն հայության հոգևոր առաջնորդն է։ Կաթողիկոսի գավազանը ուժ ունի դա Ավստրալիայում եւ այդ ուժը, որ նա ունի Ավստրալիայում, չպետք է գերակա լինի այն ուժին, որ նա ունի Հայաստանում։ Սա է խնդիրը։ Ես այսպես եմ հասկանում։ Եթե ինչ-որ ազնական խնդիրներ կան, ասենք եկեղեցական սպասավոր աստիճանավոր կա, որ ոչ հոգևոր կյանքով է ապրում, սա եկեղեցին կարող է ինքն իր ներսում քննարկել եւ սահմանել, չգիտեմ, պատիժ, ապաշխարանք, չգիտեմ, բայց ըստ էության ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը սա է։ Նույն հարթության վրա պետք է դիտարկել նաեւ ազգային կուսակցությունների խնդիրը։ Եթե ազգային կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքի դերակատար է, ապա նա չպետք է արտերկրում հովանավոր եւ ուղեղային կենտրոն ունենա։ Կոպիտ ասած ամենաբարեկամական երկրին ասեմ, որպեսզի վիրավորական չլինի։ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, լինելով հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, չպետք է Հայաստանի իշխանությանը կամք թելադրի։ Նույնը վերաբերում ազգային մյուս կուսակցություններին։ Ես եթե չեմ սխալվում, օրենսդրական արգելք էլ կա, չէ՞ դրա մասին։ Օրենսդրական արգելքը կարող է նրան, որ ղեկավար մարմինը չի կարող լինել արտերկրում։ Հիմա Աթենքից բյուրոն տեղափոխվեց Երևան։ Կամ ասեք Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղափոխվեց Երևան։ Բայց դրանով հարցը չի լուծում։ Նրանք ասում են մենք ներկայացնում ենք Սփյուռքը։ Մենք նաև Սփյուռքն ենք ներկայացնում։ Եղբայր պատվական։ Սփյուռքի ցանկացած հայ իմ քույրն է, իմ եղբայրն է, իմ հարազատն է, հոգեհարազատն է, իմ արյունակիցն է, բայց Սփյուռքի ապրող հայ մարդը ինչու պետք է իմ փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու փոխարեն որոշի Հայաստանի Հանրապետության արտաքին կամ ներքին քաղաքականություն։ Հայրենիք է, հայրենիք սիրեք, պաշտեք հայրենիքը։ Բայց հայրենիքի ճակատագրի համար պատասխանատուն ի վերջո ով է Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացի։ 3 միլիոն քաղաքացին է, որ 2-3 պատերազմում շուրջ 10,000 զոհ է տվել։ Եվ այդ 3 միլիոն քաղաքացու զավակներն են այսօր կանգնած Ադրբեջանի հետ սահմանի եւ սպասում են սահմանազատման։ Նրանց ծնողները, նրանց հարազատները սրտատրոփ սպասում են ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, որպեսզի այս ժողովուրդը մի փոքր շունչ առնի, որպեսզի այս ժողովրդի զավակները մի ոտքով Կանադայում չլինեն, մեկով Հայաստանում, որպեսզի այս ժողովրդի զավակները սահմանամերձ բնակավայրից չտեղափոխվեն Երևան։ Պարոն Աթանասյան, չնայած մեր ժամանակը սպառվել է, այդուամենայնիվ, քանի որ ես էլ էի նախատեսել եւ խոսնել եկավ հասավ մինչեւ հայ-ադրբեջանական գործընթաց, հակիրճ 1-2 նախադասությամբ կամ ես 1-2 հարցով դուք էլ հակիրճ ինչ է կատարվում այս գործընթացում, ինչի մասին են ընդհանուր խճանկարը, ինչ ազդակներ կան Թուրքիայից հայ-ադրբեջանական գործընթացի եւ թրիփի մասով։ Ընդհանուր առմամբ գործընթացը իհարկե նախորդ շրջանի հետ համեմատած նախորդ ասելով նկատի ունեմ օգոստոսի 8-ի համաձայնություններին նախորդաշրջանը միտումները դրական են որոշակի խոսութային փոփոխություն կա նաև Ադրբեջանի քաղաքական ղեկավարության եւ նույնիսկ փորձագիտական հանրության շրջանակներում նույնը վերաբերելի է կարելի է վերաբերելի համարել նաև Թուրքիային Ֆիդանի հայտարարությունն ու Հայաստանի արձագանքը շատ է հիես օրերին։ Բայց այստեղ գերխնդիր է այն, թե որքանով է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը պատասխանատու իր նախորդ հայտարարության համար, երբ նա ասաց, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կստորագրվի մինչև 2026 թվականի կեսերը։ Արդյոք պատասխանատու է, հանձնառու է այդ շատ պատասխանատու հայտարարության։ Արդյոք այդ հարցը Ադրբեջանի հետ քննարկվել է, չի քննարկվել։ Ես հակիրճ ասեմ, որ վերջին շրջանում ես նկատում եմ թուրք-ադրբեջանական հարաբերություններում որոշակի տարաձայնություններ։ Տարածված, որ դա Հայաստանի հետ հարաբերություններին չվերաբերի։
Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի հրապարակախոս Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ, կհանդիպենք։